Թուրքիան անհամբերությամբ սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքմանը, Թայիպ Էրդողանն է ասել է ակտիվացրել են ջանքերը Հարավային Կովկասում բարգավաճման եւ կայունության հասնելու համար։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացի հետ մեկտեղ մենք անհամբերությամբ սպասում ենք համաձայնության գալ, որը թույլ կտա կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Հայ-թուրքական հարաբերություններն այսպես անթաքույց դարձյալ կապելով հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի հետ Էրդողանն այս անգամ 3 գումարած 3-ին չի անդրադարձել, բայց նա հենց այս հարթակն է համարում երկխոսության արդյունավետ տարբերակ։ Այդ ձևաչափով վերջին Ստամբուլյան հանդիպումից հետո Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան մեծ նշանակություն է տալիս այս հարթակին, որը ստեղծվել է տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու ըմբռնումով։ Իսկ Ալիևը հենց այս օրերին է հայտարարում, թե տարածաշրջանային խնդիրները պետք է լուծեն տարածաշրջանի երկրները եւ որ անընդունելի է արտաքին ուժերի միջամտությունը։ Իրանի խորհրդանի խոսնակին Բաքվում ասաց Ալիևը կարևորեց 3 գումարած 3 ձևաչափը։ 44-օրյայից հետո հիշենք հենց Թայիպ Էրդողանի նախաձեռնությամբ ստեղծվեց 3 գումարած 3-ը Թուրքիա, Իրան, Ռուսաստան, գումարած Հայաստան, Ադրբեջան, Վրաստան ձևաչափով։ Արևմտյան ներկայությունը բացառող այս հարթակով Թուրքիան ձգտում էր ավելի խոշորացնել դերակատարությունը տարածաշրջանային գործընթացներում։ Ինչու է Էրդողան-Ալիև զույգը հիմա դարձյալ ձգտում արենա բերում այս հարթակը։ Հիմնական զսպող դերը տարածաշրջանում հիմա Իրանն է խաղում։ Իրանն է զսպում Ադրբեջանի եւ Թուրքիայի ագրեսիվ պլանները Հայաստանի նկատմամբ։ Այս բանին Ադրբեջանը փորձում է այդ հարթակը օգտագործելով այս անգամ ինչ որ բան խոստանա Իրանին, անջատի Իրանին այս խաղից, այսինքն որ գոնե ինչ որ մի ժամանակ Իրանը այդ զսպող դերը չխաղա։ Բաքուն հիմա ֆիքսվել է, որ Իրանից ինչ որ զիջումներ կորզի պնդում են մասնագետները, որքան էլ Իրանը հաստատակամորեն պնդում է, որ իր կարմիր գծերն անխախտ են, միևնույն է Բաքուն շարունակում է մանևրել, ձգտելով լծակներ տալ Իրանին ու դրա դիմաց Հայաստանի տարածքով Միջանցք կոչվածի հարցում զիջումներ ստանալ։ Ահա թե ինչու է հիմա Ալիևի սիրտը 3 գումարած 3 ուզում։ Ռուսական Պետդումայում իդեպ առաջարկել են ստեղծել 3 գումարած 3 ձևաչափով միջխորհրդանական հանձնաժողով համագործակցության լրացուցիչ մեխանիզմներ կազմակերպելու համար։ Արտգործնախարար Լավրովը պաշտպանել է պատգամավորական այդ առաջարկը։ Կասկած չկա, անշուշտ Լավրովը գիտի, որ Վրաստանը բոյկոտում է այս ձևաչափը, հենց Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել չի ուզում, բայց ռուսական կողմը փաստորեն ըմբռնումով է մոտենում այս խնդրին։ Ի սկզբանե բոլորը համակարծիք էին, որ մենք ունենք 3+3 ձևաչափ եւ որ մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման կասկածներն ու նրբությունները, բայց Վրաստանի ներկայացուցիչների տեղը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում։ Մենք վրացական կողմին հաստատել ենք, որ դռները բաց են, աթոռը դրված է։ Երբ կլինի եւ կլինի 3 գումարած 3-ի եկող հավաքը դեռ պարզ չէ։ Իրանի գլուխն էլ հիմա շատ խառն է։ Թելեգրաֆը գրեց, որ Թեհրանը բարձր պատրաստության է բերել հոբ համակարգերը Իսրայելի եւ ԱՄՆ-ի հնարավոր օդային հարձակման մտավախությամբ։ Նույնիսկ գաղտնի ձեռնարկություններում են լիակատար ռազմական պատրաստությունների մեջ։ Սպասում են հարձակման ամեն գիշեր։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։